2022 թվականին կազմված ու շրջանառվող նախագծով բնակապահովման առաջարկները վերաբերում էին ոչ միայն անօթևանի կարգավիճակ ունեցողներին, նաև այն ընտանիքներին, որոնք բնակարան ստացել են, բայց տարբեր հանգամանքների բերումով վերադարձել են տնակ, որովհետև կամ վաճառել են ընտանիքի անդամի առողջությունը փրկելու, կամ բազմանդամ են դարձել ու բաժանվել են, մի մասը բնակարան է տեղափոխվել, մյուսը մնացել տնակում։ Սասանց սաղեցին գոյությունը պահելու համար Եկան Թոմիկի մեջ շաբրան, հմել էլ հնարավորություն չկա։ Հմե մնացել է ես Թոմիկի մեջ, հմե այդ մարդուն չպետք է ապահովեք։ Էստիմացիս հարևանն էլի, կեսը ստացել են, կեսը դուսն են մնացել, շատ մարդիկ կան։ Ես օրինակ շատ մարդու գիտեմ, որ խոսան կսեմ, իմ օրիս է։ Ես էլ եմ այդ վիճակով, ինչ պդեղնի վերջերները։ Նման պատմություններով ու կարգավիճակով 1069 ընտանիք կա։ Նրանք անօթևանի կարգավիճակ չունեն, բայց համարվում են պետական բնակապահովման այլընտրանքային ծրագրերի շահառու։ Ներքին միգրացիայի արդյունքում են տնագներում հայտնվել կամ իրենց բնակարանները, սեփական բնակարաններն են օտարել, սրանք հայտնվել են տնագների մեջ։ Իսկ բնակարան պետության կողմից բնակարան ստացած կամ համայնքի կողմից բնակարան ստացած Եվ օտարած մենք ունենք 213 տնագներ, որոնց հետ ըստ 1601 որոշման պետք է կնքենք 1 տարվա վարձակալության, այսինքն վարձավճար տալու համար պայմանագիր։ Իսկ թե երբ 213 ընտանիքների հետ 1 տարվա վարձակալության պայմանագիր կկնքեն կամ արդյոք այդ ընտանիքները համաձայն են, այս հարցերի շուրջ հստակեցում չունեն պատասխանատուները, իսկ բնակվարձի ամսական գումարը 60,000 դրամից չի անցնում։ Ճիշտ ասած մեզ ձեր չի տալ այդ բաները։ Կսպասենք որ հերթեր հասնի տուն ստանալու։ Ընձիկսեն դու ընկերված ես այս համակարգի մեջ։ Մեկ տարում ամիսը 60,000։ Ընձի պետք է, երբ որ տանվարձը արդեն 120,000 է։ 60,000-ով տանվարձ է։ Հետո ենթադրենք, հա, քանդեցի Թոմիկը, գնացի մեկ տարի ապրա։ Թոմիկի վարձով ապրա։ Հետո ով պետք է տա այդ վարձը։ Ումից ուզեմ։ Տիկին Վարդիթերի ընտանիքը 88 թվականից այս տնակային ավանում է ապրում։ 38 տարվա մեջ 4 անձից բաղկացած ընտանիքը մեծացել է, բազմանդամ դարձել։ Մեծ ընտանիքի փայտից տան մակերեսը ընդլայնել են, կոմունալ հարմարություններ ստեղծել, բայց միևնույն է զավակների ու թոռների համար տնակում նեղվածք է։ Երկու թոշակառու ենք, երկու թոռ ունեմ տղաթոռ, հնարավոր չէ այս Թոմիկի մեջ ապրել։ Բազմանդամ ենք դարել, ավելցել ենք թոռներ կան Դիա շուտով թորս բանակ կեշտա, ստեղ են ծնվել, ստեղ մեծացել են, ստեղ բանակ կեշտան, ստեղ է նշանվին բլի։ Նորից թոր բդի ստեղ ունենանք։ Գյումրիում տնակներում ապրող ընտանիքների մեծ մասում երրորդ սերունդն է մեծանում։ 38 տարում թե քանի անգամ են ղեկավարությունից մարդիկ տուրթակել ու բնակապահովման առաջարկներ արել, խոսքով հույսեր տվել տնակում ապրած սերունդների տարիքներով են չափում։ Տնագի մեջ հեշտը ո՞րն է, երբ որ սախքու վեզի դե վառելիք է То если ամեն ինչ հեշտ չկա։ Հեշտ բան չկա։ Քաղաքի երեսին եղած ոչ բոլոր տնակներն են բնակեցված, բայց իրավական առումով ոչ բոլորն են ենթակա քանդման։ Մոտ 800 այդպիսի ժամանակավոր կառույցներ են հաշվառել, բայց վերջին 3 տարում այդ թիվն ընդամենը 183-ով է պակասել։ Հիմնականում քանդել են այն տնակները, որոնց բնակիչները ինչ-որ ժամանակ բնակարան են ստացել, տունը չեն սեփականաշնորհել, որ տնակին ձեռք չտան։ Տնակներն հանելու գործընթացը դանդաղում է նաև փակ դռների պատճառով։ Դրանց թիվը 131-ն է։ Այդ 131 տնակները ընդհանրապես փակ են, բայց խնդիրը այն է, որ տնակների մեջ գույք կա։ Այն տնակը, որտեղ գույք կա, մենք իրավունք չունենք կապնելու կամ երևի որոշում կայացնենք այդ տնակները ապամոնտաժելու ընթացքում գույքը տեղափոխենք ինչ-որ պահեստարան կամ ինչ-որտեղ պահեստավորելու, տեսնենք ինչ որոշում կայացվի։ Որոշում կայացնողը քաղաքապետարանն է լինելու, իսկ փաստացի անօթևանի կարգավիճակով բնակարանահեշտում է 991 ընտանիք։ Նրանցից 383-ն է տնակում ապրում, մյուսները կամ երկրում չեն վաղուց կամ բարձով են բնակվում։ 991 ընտանիքի բնակապահովման խնդիրը առաջնահերթ է դրված, եթե բնակարանաշինական ծրագիր լինի։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։